Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Պարոն Մկրտչյան, երկրորդ, երրորդ նախագահների հայտնի հայտարարություններին երեք միացավ Անդրանիկ Թևանյանը հանրայինի տաղավարում հայտարարեց, որ բանակցությունները նախ Ադրբեջանի հետ տապալել է այս իշխանությունը, Արցախը հանձնել է այս իշխանությունը, միջնորդ կողմին դուրս է թողել բանակցություններից Ռուսաստանին։ Այս իշխանությունը այսինքն դուրս է քշել տարածաշրջանից եւ այսպես շարունակ։ Ընդհանուր առմամբ, պարոն Մկրտչյան, վերջի 5 տարի մենք այս երգը լսում ենք, թե այս իշխանությունները ազգակործան, եկան, բանակցությունները տապալեցին, Արցախը հանձնեցին, պատերազմը բերեցին եւ այսպես շարունակ։ Ընդհանուր առմամբ այս խայծը այսուհետ այլևս հանրությունը ուտում է, այսպես ասած, հաշվի առնելով նաև Դուգինի վերջին այն հայտարարությունը, երբ Միացյալ Նահանգները եւ Ադրբեջանը ռազմավարական փաստաթուղթ էին ստորագրում, Դուգինը այսպես առանց սրտնեղելու հայտարարեց, որ Արցախը գրավելու հարցում օգնեցինք մենք, բայց փաստաթուղթ ստորագրում ենք Միացյալ Նահանգների հետ։ Շնորհակալ եմ հրավերի համար, ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հավաքական առումով այդքան հեռու են քաղաքական process-ներից եւ չեն պատկերացնում, թե իրենց շուրջ ինչ է տեղի ունենում։ Իրականում Անդրանիկ Թևանյանը եւ ինչպես երկրորդ նախագահը, երրորդ նախագահ Թևանյանը եւս գլուխը պատին է տվել այդպիսի հայտարարություն անելով, ինչու, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղը չի հանձնել, Հայաստանի Հանրապետությունը միջնորդ կողմին դուրս չի թողել իդեմս Ռուսաստանի Դաշնության, իրենց համար միջնորդ, բայց ինձ համար եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնության համար Ռուսաստանի Դաշնությունը ոչ թե եղել է միջնորդ, այլ հակամարտության կողմերից մեկի թաքնված եւ առանձին դրվագներում անթաքույց հովանավոր եւ Լեռնային Ղարաբաղը հանձնել է Ռուսաստանի Դաշնությունը, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը։ Այդ ռուս խաղաղապահները ում էին պաշտպանում, ինչի համար էին այնտեղ, ով էին իրենք այնտեղ։ Առհասարակ 5-րդ շարասյունը եւ Հայաստանի Հանրապետության պետականության դեմ կռիվ տվող այդ ոհմակը այսպիսի հայտարարություններ ավելի հաճախակի է անելու։ Հակադրելու է Միացյալ Նահանգներին թուրք-ադրբեջանական տանդեմը, հակադրելու է Միացյալ Նահանգներին եւ հավաքական արևմուտքին Ռուսաստանի Դաշնությանը, փնտրելու է Իրանի Իսլամական Հանրապետության շահը առաջին հերթին, հետո Ռուսաստանի շահը, Չինաստանի շահը, Մոզամբիկի շահը, բայց սրանց որ ասես Հայաստանի Հանրապետության շահը որտեղ է, իրենք չկան։ Հայաստանի Հանրապետության շահ եւ իրենց նեղ շայկայի շահ սրանք զուգահեռ համադրելի շահեր են եւ իրենց համար իրենց շահը նույնական է Հայաստանի Հանրապետության շահի հետ։ Իրենց գուբերնատորի աթոռը նույնական է Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռի հետ։ Եվ սրանց նպատակը սա է իրականում։ Անկեղծ ասած Անդրանիկ Թևանյանին ես մեծ սիրով չեմ մեկնաբանում եւ եթերային բառապաշարն էլ ինձ թույլ չի տալիս, որպեսզի էլ ավելի բուռն արձագանք եմ Անդրանիկ Թևանյանին, դա կանեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մեր այս հարցազրույցի մեկնաբանությունների դաշտում, վստահ եմ։ Պարոն Մկրտչյան, նաև հետաքրքիր է, որ թե թրիփի, թե խաղաղության պայմանագրի մասով գրեթե անթաքույց այսպես հայտարարում են, որ այնուամենայնիվ այն պայմանները, որ հիմա կա, իրենք այդ պայմաններով չեն գնալու ոչ թրիփի կյանքի կոչման, ոչ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման։ Երեք Թևանյանը կրկին երկրորդելով երկրորդ նախագահին էլի ասաց, որ իրենք հավելյալ երաշխավոր են փնտրելու եւ այդ երաշխավորը պիտի լինի Ռուսաստանը, որովհետեւ միայն Ռուսաստանը կարող է զսպել Ադրբեջանին, բանալի բառերը, միայն Ռուսաստանը կարող է զսպել Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանը չհարձակվի Հայաստանի վրա։ Նաև այստեղ անհասկանալի է իրավիճակը, որովհետև Մյունխենում օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հակառակը Ռուսաստանին մեղադրում էր, որ Ուկրաինայի տարածքում ադրբեջանական էներգետիկ հանգույցներին է հարվածում, դեսպանատանն է հարվածում, միտումնավոր ընդ որում։ Ռուսաստանին մեղադրեց, ողջագուրվեց Զելենսկու հետ։ Հիմա Թևանյանը առաջարկում է, ասում է, չէ, պիտի գնանք խաղաղության պայմանագիրը ստորագրենք Ռուսաստանի երաշխավորությամբ։ Ինչպես։ Կներեք, դուք ինչ եք սպասում Թևանյանից։ Թևանյանը մի մարդ է, ով ռուսական ORT-ի, թե չգիտեմ, որ պետական հեռուստաընկերության ալիքով եթերում Հայաստանի Հանրապետության դեմ ցուցմունք էր տալիս։ Դուք այս մարդուց այլ բան եք սպասում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այս մարդուց այլ բան են սպասում։ Բնական է, որ վերևն Աստված ներքևը Վլադիմիր Պուտին տեսնողները այդ պետք է առաջարկեն։ Ինչ կամ թրիփի մեջ ներգրավել Ռուսաստանին եւ Չինաստանին։
քաղաքական ինֆանտիլությունը պետքա սահման ունենա։ Դու չես կարող Միացյալ Նահանգների կենսական շահերը համադրել Չինաստանի կենսական շահերի հետ։ Դա անհամատեղելի է, որովհետև Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության դոկտրինում Չինաստանը թիվ 1 մրցակից է համարվում եւ Միացյալ Նահանգների գործողությունները միտված են Չինաստանի հնարավորությունների սահմանափակմանը։ Մի առիթով ասել եմ, սրանք այդքան պլոճիկ չունեն, որ քաղաքական առումով, որ խաղաղության պայմանագիրը եւ խաղաղության գործընթացը վիժեցնեն եւ Լեռնային Ղարաբաղը հետ բերեն կամ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին հետ տանեն Լեռնային Ղարաբաղ։ Հիմա էլ կրկնում եմ, սրանք այդքան պլոճիկ չունեն, որ թրիփի դեմ պայքարեն եւ Միացյալ Նահանգների շահերին հակադրվեն։ Ուղղակի չունեն։ Մնացածը լոլոներ է իրանց ընտրազանգվածի համար, լոլոներ է մարդկանց համար, ովքեր շատ քիչ են զբաղվում քաղաքականությամբ, ում հիշողությունը շատ կարճ է։ Դրա մասին այս քաղաքական վերաձևումներն ու վերադասավորումները։ Հակառակ պարագայում Ռոբերտ Քոչարյան գծիկ Անդրանիկ Թևանյան, Ռոբերտ Քոչարյան գծիկ Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան գծիկ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան գծիկ Գագիկ Ծառուկյան, սրանք նույնական են։ Ասեք Ռոբերտ Քոչարյան պատկերացրեք այս բոլորին։ Ասեք Ռոբերտ Քոչարյան պատկերացրեք վերևն Աստված ներքև Վլադիմիր Պուտինին։ Ինչով որ նրանք առաջնորդվում են։ Սա տեխնոլոգիա է, որ իրենք կիրառում են եւ փորձում են այդ տրամադրություններ ունեցող քաղաքացիներին իրենց շուրջ համախմբել, որոնք փոքրամասնություն են մեր հասարակության։ Այսինքն չեն հաջողելու։ Իրենք հայտարարում եթե պրոցեսները այս տրամաբանության մեջ գնան, ակնհայտ է, չէ՞, թե ինչ են ուզում։ Գյումրի 2 են ուզում եւ չի էլ բացառվում, որ նրանք կարող են հաջողության հասնել։ Ինչու՞, որովհետեւ կարողացել են մի քանի բլոկներ ստեղծել քաղաքական դաշտում եւ միասնական ճակատով հանդես գալ։ Այստեղ մի փոքր ավելի սուր հայտարարություն պետք է անեմ։ Ինքս լինելով արևմտամետ շրջանակին հարող գործիչներից մեկը եւ այդ շարքերում եղած մարդկանցից մեկը, Եվրաքվե նախաձեռնության նաեւ նախաձեռնող խմբի անդամներից մեկը, այդ 50 գործիչներից մեկը, ես պետք է ասեմ, որ ի տարբերություն մեր դաշտի պրոռուսական եւ Կիրիենկոյի կուրացիայի տակ գտնվող շրջանակը շատ ավելի adekvat է մոտենում իրավիճակին։ Ինչու՞, որովհետեւ նրանք կրկնում եմ ձևավորում են բլոկներ եւ Թևանյանը շատ լավ հասկանալով, որ ինքը միայնակ իր Մայր Հայաստան կուսակցությունով չի կարող հաղթահարել շեմը, որքան էլ որ մեծ խոսում է եւ անպագորգոր հայտարարություններ անում, այս համայնքում եմ հաղթահարել, այն համայնքում եմ հաղթահարել։ Միևնույն է, ինքը շեմը չի կարող հաղթահարել։ Թող հակառակը ապացուցի։ Հիմա թող հակառակը ապացուցի, Գագիկ Ծառուկյանին ճանապարհի իր ծրագրով միայնակ ընտրությունների, միայնակ ինքը գնա ընտրությունների, եթե ինքը վստահ է, որ շեմը կհաղթահարի։ Ես վստահ եմ, որ Անդրանիկ Թևանյանը միայնակ չէր կարող դա անել։ Ինչ ա եղել։ Երևի թե, գուցե, որ դատի չտան, էլի, թե չէ դա առել է մի հատ բան, դատի տալը։ Գուցե զանգ է ստացել Ֆիլիպից կամ Եվգենիից եւ իրեն հորդորվել է, որ գնալ եւ Ծառուկյանի բլոկով մասնակցել ընտրությունների, որպեսզի անցողիկության այդ խնդիրը լուծեն եւ Գյումրի 2-ը իրականություն դարձնեն։ Ի տարբերություն ռուսական շրջանակների, արևմտամետ շրջանակը եւ Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության տարածքային ամբողջականության, սուվերենության դիրքերից հանդես եկող ժողովրդավարության պաշտպան ուժերը դուրք են տալիս իրենց մեծամտությանը։ Ամեն մեկը իր կոստյումի մեջ կամ իր տան մեջ պատկերացնում է Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ։ Ինչ է լինելու։ Այս շրջանակը, մեր շրջանակը, այսպես ասեմ, գնալու է ընտրությունների առանձին ուժերով, բաց ճակատով հարվածելու է պատին ու հերթական անգամ տապալվի, ընտրափոշի կամ ընտրական փոշի վերածվի եւ խորհրդարան չանցնի, իսկ այն մյուս ճակատը ներթափանցելու է խորհրդարան։ Ինչ համամասնությամբ դա ես չեմ կարող ասել։ Վտանգներ կա սրա մեջ, միանշանակ կա։ Գյումրի 2-ի սցենարը կենսունակ է եւ կարող է Հայաստանի Հանրապետության գլխին Դամոկլյան սուր լինել։ Ես դա տեսնում եմ։ Այսինքն Ռուսաստանը ի տարբերություն իմ մյուս գործընկերների ես դա տեսնում եմ եւ ի տարբերություն իմ մյուս գործընկերների
Ես շարունակում եմ պնդել, որ պետք է մի նոր բլոկ ձևավորվի եւ այս մեքենայի, մի ամբողջ մեքենա է հիմա գործում Հայաստանի Հանրապետության իշխանությունների դեմ, քաղաքացիական պայմանագրի դեմ եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության դեմ։ Այս մեքենայի դեմ պայքարելու համար մի նոր բլոկ պետք է ստեղծվի։ Ես ի տարբերություն իմ գործընկերների, ես այս առաջարկը շարունակում եմ կենսունակ համարել եւ եւս մեկ անգամ հնչեցնել։ Հակառակ պարագայում 2026 թվականի հունիսին կայանալիք ընտրություններից հետո պետքա առնվազն ամոթ աբուր ունենալ, ոմանք ունենան այդ ամոթ աբուրը եւ քաղաքականությունից միանգամից թոշակի գնան։ Միանգամից։ Ընտրել են այս ճանապարհը, շատ լավ։ Իրենք են որոշողը, իրենք են կուսակցություններ ղեկավարում։ Կգնան կտապալվեն, էլի լավ, բայց դրանից հետո պետքա ամոթ աբուրը դեմքին քաշել եւ քաղաքականությունից ուղակի դուրս գալ։ Ուղակի դուրս գալ։ Հակառակ պարագայում կներեք էլի, այդ արևատամետ եք ձեզ հրճակում, Հայաստանի Հանրապետության անկախությունն եք դրոշակ դարձնում, Հայաստանի Հանրապետության ժողովրդին եք սեր խոստովանում ամեն տեղին անտեղին առիթներով։ Այդ սերը, այդ շահերի սպասարկումը Հայաստանի Հանրապետության կենսական որտեղ է դրսևորվում, առանձին ընտրա փոշի վերածվելով։ Բացատրեք ինձ հասկանամ, որտեղ է դա դրսևորվում, եթե դուք այս պետությունն ու այս ժողովրդին սիրում եք, ու ձեր մանր ու միջին տարակարծություններն ու տարաձայնությունները չեք կարողանում մի կողմ նետել ու միասնական ճակատով այլընտրանքային ուժ ձևավորել ու հանդես գալ ընտրություններին, էդ ի՞նչ լոլոներ է։ Ով է ասել, որ դուք սիրում եք այս պետությունը կամ այս ժողովրդին։ Դա լոլո է։ Հակառակ պարագայում միավորվեք։ Միավորվեք, որովհետև տապալվելու եք բոլորդ։ Եվ այդ պարագայում ես իբրև հանրային գործիչ, եթե այդ սցենարը գնա, ես իբրև հանրային գործիչ քաղաքական դաշտում իմ խոսքն ասելու եմ։ Ես իմ կոչով, իմ հորդորով իմ հայրենակիցներին դիմելու եմ։ Եվ այդ իրավիճակում ես էլ այնպես չի, որ նախանձելի իրավիճակում եմ հայտնվում։ Ստիպված եմ լինելու ընտրել չարի եւ չարյաց փոքրագույնի միջև այդ ընտրությունը կատարել։ Մի փոքր չայրած փոքրագույն բնորոշումն էլ է վիրավորական գուցե իշխանության ներկայացուցիչների համար, բայց կներեք իրավիճակը բնորոշելու համար ես այլ բառ չեմ գտնում, որովհետև կա քաղաքացիական պայմանագիր եւ կա մի ամբողջ մեքենա, որը կուրացիայի է ենթարկվում Ռուսաստանի Դաշնության կողմից։ Ու խնդիր է դրել Հայաստանի Հանրապետությունում Գյումրի 2-ի սցենարով իշխանությունը զավթելու, վերցնելու։ Ինչպես պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնա ընտրությունների։ Մի շարք չափորոշիչներ իր առաջ դնելով։ Որ ուժն է կենսունակ, որ կա հաղթահարի շեմը, որ ուժը կենսունակ չի։ Ում արժի ձայն տալ, ում արժի ձայն չտալ։ Իդեպ ես այս արձանագրումներն արել եմ վաղաշաբաթի ընտրություններից հետո։ Անուն արդարության պետք է ասեմ, որովհետև ես առհասարակ կյանքում սխալվելը, տապալվելը անգամ մարդու համար է, բայց այդ մարդը տարբերվում է մյուս շրջանակներից նրանով, որ կարողանում է իր սխալների վրա սովորել կամ իր սխալները փորձում է սրբագրել, փորձում է իր սխալների ետևից գնալ ու հասկանալ որտեղ է ինքը սխալվել։ Իսկ որտեղ վաղաշաբաթի ընտրություններն ինձ ապացուցեց, որ առողջ քաղաքական ուժերը կենսունակ չեն, Գյումրի ընտրությունները եւս կենսունակ չեն առանձին ընտրական process-ների մեջ, որովհետև իրենք այդքան չեն հասունացել առաջին հերթին, պետք է ազնիվ լինեմ, պետք է ասեմ, չեն հասունացել, ինստիտուցիոնալ առումով չեն կայացել, ի տարբերություն օրինակ քաղաքացիական պայմանագրով մաստեր կլաս իրականում ցույց տվեց վերջին օրերի իր ներկուսակցական ընտրությունների արդյունքում, ժողովրդավարական ընտրությունների արդյունքում կուսակցության ցուցակը ձևավորելիս։ Մնացած ուժերը ցավոք սրտի ինստիտուցիոնալ առումով չեն կայացել։ Եվ այդ չկայացվածության բարդույթով եւ այդ մոլուցքով տառապելով նրանք գնալու են հերթական անգամ տապալվելու։ Իսկ սա Հայաստանի Հանրապետության շահի մասին չի, մեր ժողովրդի շահի մասին չի։ Ինձ առավոտից երեկո, երբ որ ես շրջում եմ Հայաստանի Հանրապետության տարբեր շրջաններով, մարդիկ մոտենում եւ մի բան են պահանջում՝ միավորվել, մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները եւ միավորվել։ Ինչու՞։ Որովհետեւ Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացին շատ լավ է հասկանում, չմիրավորվելու պարագայում դու ուղակի ընտրափոշի ես, գնալու ես ու
փոշի դառնաս։ Այսինքն նաև հանրային պահանջ կա։ Իհարկե հանրային պահանջ կա։ Ես խնդրում եմ մեր հայրենակիցներին, մեր այս եթերի YouTube-յան ալիքի այդ մեկնաբանությունների դաշտում թող իրենք ազնվորեն ներկայացնեն կա պահանջ հանրային միավորվելու առողջ ուժերի, թե չկա։ Իհարկե կա։ Այլ հարց, որ այդ ուժերը տարակարծություններ ունեն, տարաձայնություններ ունեն, այդ տարակարծություններն ու տարաձայնությունները ավելի վեր են, քան Հայաստանի Հանրապետության պետական շահը, քան այս ժողովրդի շահը, այդ այլ հարց է։ Բայց որ ժողովրդի մոտ կա պահանջ, դա փաստ է։ Դա փաստ է եւ իրենք էլ գիտեն։ Ուղղակի մի մասը բարդույթներով է տառապում, որ կուսակցականները իրենց ոտքերից կախված քարշ են տալիս անդունդ եւ տուրքա տալիս այդ կուսակցական շրջանակների պահանջին։ Մի մասը իրականում ունի տարաձայնություններ եւ տարակարծություններ, բայց ներողություն, Հայաստանի Հանրապետության մասին ու Հայաստանի Հանրապետության ապագայի մասին ենք մենք խոսում։ Ինչ կապ ունի ձեր տարաձայնություններն ու տարակար։ Ես էլ ունեմ տարաձայնություններ։ Գրեթե բոլորի հետ ունեմ, այդ թվում օրվա իշխանությունների։ Ու ինչ այս կոնֆիգուրացիայի պայմաններում, երբ որ գնանք ընտրությունների, ես պետքա ժողովրդական մի հատ լավ խոսք կա, չէ՞, ինադես անում։ Էլերին շարունակությունը ժողովուրդը կա։ Ես այդ սկզբունքը ворթեգրեմ։ Ոչ, իմ համար Հայաստանի Հանրապետության պետական շահը վերա ամեն ինչից։ Ու եթե այդ համատեքստում ես ստիպված եմ լինելու ընտրություն կատարել, դեռ մի բան էլ իմ հայրենակիցներին կոչով դիմել, ես այդ ընտրությունը կկատարեմ։ Ոչ մի ձայն որևէ պարագայում 5-րդ Շարասյանը եւ ամեն ինչ պետք է անել, որպեսզի այն իշխանությունը, որը որ բերել է խաղաղություն, հանուն արդարության, այստեղ էլ պետք է արդար լինել, գիտեք, կուտակված հարցեր կա, որ ես հիմա բարձրաձայնում եմ, գուցե մենախոսում եմ, կներեք, բայց պետք է ասեմ, իշխանություն, որը որ բերել է խաղաղություն, իշխանություն, որը Միացյալ Նահանգների հետ կնքել է համաձայնագիր, ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, որը իրականացվում է գետնի վրա, եւ 5-րդ Շարասյուն, որ առավոտից երեկո Պուտինի ոտերը լվում ջուրը խմում է։ Այս ամեն ինչի մեջ մեծ ընտրություն ունենք մենք։ Չունենք։ Եթե չկա երրորդ այլընտրանքային առողջ շրջանակը, որը որ ոչ թե պետք է իշխանություն վերցնի, եկեք իջնենք լուսնից, հա։ Այդ տարաձայնություններ, տարակարծություններ, որ ասում եմ, ես նաև նկատի ունեմ առաջին համարի տարաձայնություն եւ տարակարծություն։ Մարդիկ լուրջ մտածում են, որ անգամ եթե այդ բլոկը ստեղծվի, իրենք այսպես իրենց ճանապարհը հարթ գալու են եւ իշխանություն վերցնեն։ Լուսնից իջեք։ Այդ առաջին, երկրորդ, երրորդ համարի կռիվը մի տվեք։ Այդ դրա մասին չի խոսակցությունը։ Իրականում խորհրդարանում պետք է այնպիսի ուժ, որը որ արբիտր կլինի, կզսպի թե 5-րդ Շարասյանը, թե իշխանության լավ արարքների դեպքում կքաջալերի իշխանությանը, այն արարքները, որը որ դեմ կլինի Հայաստանի Հանրապետության պետական շահին, իշխանությանը անողոքաբար կքննադատի ինքնանպատակ չհայոյելով։ Այստեղ հայոյելու մասին չի խոսքը։ Եթե այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում, կներեք էլի Աստված իրենց հետ եւ 2026-ից հետո հուսով եմ բազմաթիվ թոշակառու քաղաքական գործիչներ մենք կունենանք։ Ասացիք Աստված իրենց հետ, հիշեցի, որ վերջին օրերին էլի սրացել է, այսպես ասած, եկեղեցապաշտպանների այս շրջանակը բոլորը հայտարարություններով են հանդես գալիս։ Իսկ կներեք Հայաստանի Հանրապետությունում չեկեղեցապաշտպան շրջանակներ կան։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը բոլորի սրբության սրբոցն է եւ մենք ես համենայն դեպս եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են։ Ինչի մասին է խոսքը։ Հա, Կտրիչ Ներսիսյանի մասին։ Կտրիչ Ներսիսյանը ոչ ինստիտուտ է, ոչ էլ ներկայացնում է ինստիտուտը։ Սա հատուկ որոշ շրջանակների համար։ Ռոբերտ Քոչարյանը ոչ նախագահի ինստիտուտ է, ոչ էլ ներկայացնում է այդ ինստիտուտը։ Ինքը այդ ինստիտուտը հեծնած ոնց որ այն առյուծին էր հեծնել։ Այդ ինստիտուտը հեծնել Հայաստանի Հանրապետության ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը հեծնել ուզուրպացրել այդ իշխանությունը։ Նրանք այդ ինստիտուտի հետ բացարձակ կապ չունեն։ Կտրիչ Ներսիսյանը հայ առաքելական եկեղեցու հետ կապ չունի։ Կտրիչ Ներսիսյանը հայ առաքելական եկեղեցին ինստիտուտը զավթել եւ իր սեփական շահերին ու նեղ շրջապատի շահերին է ծառայեցնում։
Իսկ այդ քրեական վարույթը նաև այն արգելքը, որ Հայաստանից դուրս գալու արգելք կա Գարեգին-բայի վրա, ինչ եք կարծում, իրեն որոշակիորեն կզսպեն քաղաքական հայտարարություններ անել եւ կամ ներգրաված լինել նախընտրական process-ներում, թե դա չի կարող զսպող մեխանիզմ լինել եւ պարոն Մկրտչյան օրերս վարչապետը նաև ճեպազրույցի ժամանակ հայտարարություն արեց, որ ունի ինֆորմացիա, որ խոսակցություններ են գնացել եւ նախապատրաստվել են կաթողիկոսությունը Հայաստանից տեղափոխելու այդ գործընթացին, ինչը վարչապետը ասաց, որ եթե անգամ պետք լինի կոշտ կմիջամտի եւ թույլ չի տա։ Ինչ է կարծում, իսկապես նման վտանգ կա հիմա։ Ես այդ վտանգի մասին խոսել եմ դեռևս ամիսներ առաջ, որ Կտրիչ Ներսյանը ընդհանուր կարող է գնալ դրան եւ իրավիճակի հանգուցալուծման այսպես ելքերից մեկը Կտրիչ Ներսյանական աչքերով եմ տեսել, որ կարող է սա լինել։ Գուցե հատուկ ծառայությունները մի փոքր ուշ են սա նկատել եւ ուշ են զեկուցել վարչապետին, բայց այդ վտանգը կա եւ Կտրիչ Ներսյանի վերաբերյալ մի քրեական գործ կարծում եմ պետքա չլինի։ Կտրիչ Ներսյանի վերաբերյալ եւ վրա առնվազն մի քանի դրվագով կարող է քրեական գործ լինել։ Վարչապետի հրապարակային խոսքին հետևելով իրականում։ Չեմ ասում վարչապետը միջամտի իրավապահների գործերին։ Ընդհակառակը վարչապետը արել է հրապարակային հայտարարություններ, որ օրինակ Կտրիչ Ներսյանը տարբեր առիթներով զեկուցում է օտարերկրյա հատուկ ծառայությունների լեյտենանտին, ավագ լեյտենանտին կամ չգիտեմ ում։ Ուսա պետքա ունենա հետևանք, թե պիտի չունենա։ Կարծում եմ պետքա ունենա։ Կամ Կտրիչ Ներսյանը սահմանադրությամբ կաշկանդված լինելով չխառնվելու քաղաքականությանը բազմիցս փորձեր է կատարել խառնվելու քաղաքականությանը եւ դեռ վարչապետի հրաժարականի պահանջն էլ անժամկետ է հռչակել։ Խախտում է սա թե ոչ։ Ի վերջո մամուլում բազմաթիվ տեղեկություններ կան Կտրիչ Ներսյանի անձի վերաբերյալ, նրա կատարած գործունեության վերաբերյալ։ Պետքա ունենա հետևանք թե ոչ։ Ի վերջո ամենակարևորը գանք 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Կտրիչ Ներսիսյանը կասկածելի պայմաններում ընտրվում է Հայաստանի ամենայն հայոց կաթողիկոս։ Մենք ժողովուրդը, պետությունը, պետական մարմինները ի վերջո, հատուկ ծառայությունները ի վերջո պետքա այդ թնջուկը բացահայտեն եւ մենք հասկանանք այդ ում թեթև ձեռքով եւ ում միջամտությամբ, ում աջակցությամբ Կտրիչ Ներսիսյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին դարձավ ամենայն հայոց կաթողիկոս։ Սա հարցերի հարցն է։ Սա ամենակարևոր հարցն է։ Եվ այս համատեքստում կարծում եմ իշխանությունները պետք է այդ փակագծերը, չակերտները, իրականում կան այդ փակագծերը, կան չակերտները, իրականությունն էլ գիտեն բազմաթիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, այդ թվում նաև պետական մարմիններում աշխատողներ, դա պետք է բացվի։ Պետք է բացվի, որ որոշ քաղաքական գործիչների թոշակի ուղարկելու process-ը ավելի արագանա։ Իսկ հանգուցալուծումը տևական ժամանակ է նաև այդ հարցն է կախված օդից, պարոն Մկրտչյան, մենք բազմիցս քննարկել ենք, առիթ ունեցել ենք քննարկելու։ Ես ավելի ռադիկալ եմ։ Ոչ միայն ես պետք է ասեմ, որ նաև այդ համակարգող խորհրդի հոգևորականները եւս հաշտ չեն։ Ես շփվում եմ, չէ՞, մարդկանց հետ։ Հաշտ չեն, անգամ հոգևորականները հաշտ չեն, նրա հետ ինչ որ տեղի է ունենում։ Տեմպերի հետ։ Այն որ Կտրիչ Ներսյանը պետքա գնա, այդ մարդիկ ասել են արդեն, բայց տեմպերը որպես այդպեսին ես չեմ բավարարում։ Կներեք, եթե Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ուզուրպացրել է մի անձնավորություն, այդ անձնավորությունը պետքա օր առաջ հեռանա։ Ինչպես հնարավոր բոլոր ու անհնար գործիքակազմի կիրառմամբ պիտի հեռանա։ Այստեղ խոսք չկա։ Ես խոսք չեմ գտնում այստեղ ասելու։ Ուղղակի պետք է նշեմ, որ նաև որպեսզի իշխանության որոշ ներկայացուցիչներ ականջալուր լինեն, հոգևորականության շրջանում եւս դժգոհություն կա տեմպերի մասով։ Եվ եթե պետք լինի, եթե շատ են ցանկանում, այսինքն միջև ընտրություններ չի կարող։ Մի այլ առիթով հոգևորականներից մի քանիսի հետ ես կարող եմ եթերներ անել եւ իրենց տեսակետը հնչեցնել։ Անկամ այսպիսի պատրաստակամություն կա այդ շրջանակից։ Ես օդում կախված բաներ չեմ ասում։ Հոգևորականությունը դժգոհ է, հասարակությունը դժգոհ է, Կտրիչ Ներսյանի վերաբերյալ ամեն ինչ ասվել է։ Էլ բան չկա ասելու։ Հիմա եկել է գործ անելու պահ, ու կարծում եմ պետքա գործ անել, ու սա որևէ պարագայում չծառայեցնել քաղաքական շահերին ու նպատակներին, սա բոլորի համար եմ ասում, որովհետև ես այս process-ի մեջ մտել եմ եւ
մարտիկներից մեկն եմ ինձ համարում, որովհետև եթե կար շրջան, որ ոմանք վեղարից ու խաչից կաշկանդվում էին եւ իրականությունը չէին բարձրաձայնում, ես միշտ եմ բարձրաձայնել, միշտ։ Ու իմ համար խնդիրն եղել է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ հայ առաքելական եկեղեցին որպես ինստիտուտ առողջացնելը։ Իսկ որոշ շրջանակներ, երբ որ ասում են Կտրիչ Ներսյանն ու ինստիտուտը նույնական է, դա առողջացնելու մասին չի։ Առողջացնելու մասին չի ընդհանրապես։ Այդ նույնն է, որ ասենք Ռոբերտ Քոչարյանը ինստիտուտ է, Սերժը ինստիտուտ է, այլ ինչի ենք մերժում Սերժին։ Ինստիտուտ էր էլի։ Ինստիտուտի գլուխներ ներկայացնողներ, ինչի ենք մերժում։ Ուզուրպացրել էր, չէ՞ որ մերժում էինք, որ իշխանություն ունեցել համաժողովրդական ճնշման տակ ռադարինք։ Ինչի մասին է խոսքը։ Դա պետքա քաղաքական ենթատեքստ չունենա եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պետքա որ առաջ առողջացվի։ Պարոն Մկրտչյան, վերադառնալով ընտրություններին, այդ տեսեք ասացիք, որ արևմտամետ սեգմենտում որոշակի տարաձայնություններ կամ տարընկալումներ կան, ռուսական սեգմենտում էլ որոշակի խնդիր կան, այն ուժերը, որոնք այսպես կուրացիա են արվում Ռուսաստանի կողմից, այդտեղ էլ խնդիրներ կա, տեսեք, հիմնականում այդ խնդիրները սահմանադրության հետ կապ ունեն։ Օրինակ, ուժեղ Հայաստան ուժը, որ օրերս առաջ մեր ձևով շարժումը, որ հետո վերանվանվեց ուժեղ Հայաստան։ Տո մեր ձևով, տո ուժեղ Հայաստան, տո Սամվել Կարապետյան, որն է վերջը ուժեղ Հայաստանով են մասնակցել ընտրություններին։ Դեռևս չեն կողմնորոշվում։ Հիմա այդ պիտի հասկանանք, թե արդյոք հնարավոր է տարբերակներ են փնտրում, թե ինչպես շրջանցել սահմանադրությունը իրենց առաջարկած տարբերակը, այն է Սամվել Կարապետյանը վարչապետի թեկնածու, հասկացան, որ որտեղ Հայաստան Կավա Կիպրոսում, կավա Ռուսաստանի Դաշնությունում։ Չգիտեմ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը թույլ չի տալիս։ Սամվել Կարապետյանին անգամ պատգամավոր ընտրվել։ Վանաձորում քաղաքապետ էլ, եթե չեմ սխալվում, թույլ չի տալիս։ Կամ գուցե այս պատիժը կրելու ընթացքում այդ օրենսդրական բարիերը հաղթահարած լինեն։ Ինչի մասին է խոսքը։ Սահմանադրությունը ինչա, զուգարանի թուղթ է իրենց համար, ինչա, որ ով ոնց գա, իրան հարմար ձևով փոխի։ Կներեք էլի, Սամվել Կարապետյանը մի քանի երկրի քաղաքացի է։ Խնդիրը սահմանադրությունն էլ չի, լավ դնենք մի կողմ սահմանադրությունը։ Եկան, մեծամասնություն եղան, իրանց ձևով ոնց ուզեցին, արեցին, սեքսի նախարարությունն էլ բացեցին։ Սահմանադրությունը չի խնդիրը։ Խնդիրը այդ մարդու մի քանի երկրի քաղաքացի լինելն է։ Ասեմ ավելին, ամենամեծ խնդիրը այդ երկրներից մեկում, կոնկրետ Ռուսաստանի Դաշնությունում, միլիարդավոր դոլարների կարողություն ունենալն է։ Թող գրի կտակի Վլադիմիր Պուտինի վրա այդ կարողությունը, այն ինչ որ ինքը ունի, դե յուրե, առհասարակ ոչինչ չունենա, կառավարման չհանձնի։ Կտակի Վլադիմիր Պուտինի վրա կամ Ռուսաստանի Դաշնությանը։ Միջոցներն ծառայեցնեն SVO-ին, հատուկ ռազմական գործողությանը երևի թե, որ հասկանանք այդ մարդը առնվազն խոցելի չի։ Հասկանում եք խոցելիության խնդիր կա, այս մարդը խոցելի է, այս մարդը Սամվել Կարապետյանի մասին է խոսքը, այս մարդը մի քանի երկրի քաղաքացի է, դոլարային միլիարդատեր է, իր կապիտալի ճնշող մեծամասնությունը Ռուսաստանի Դաշնությունում։ Դա Մոսկվայում գիտեին, այս դեպքում ինչու են առաջադրում։ Ինչու են նման մարդում քաղաքական դաշտ բերում։ Քաղաքական ասպարեզ, այսպես ասած։ Այդ երևի թե լավագույնս այդ հարցին կպատասխանի Սամվել Կարապետյանը, երբ որ հարկ կհամարի բաց խաղակարտերով հանդես գալու եւ ազնիվ լինելու է ժողովրդի հետ։ Սամվել Կարապետյանը դեռևս ինքը գուցե ասի, թե ինչ դրդապատճառներով եկավ Հայաստանի Հանրապետություն եւ մտավ քաղաքական process-ների մեջ։ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ, հանգիստ եղեք։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը դա թույլ չի տալիս։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը առավել եւս դա թույլ չի տա։ Այսինքն այդ իմաստով էլ է Սամվել Կարապետյանը անձեռն մխելի, ճակերտավոր ասած, որովհետև իրեն հարցեր ուղղելն էլ է շատ բարդ։ Իսկ դուք վստահ եք, որ դուք հարցեր ուղեք, այդ հարցերը պատասխաններ կստանա։ Ձեր տաղավարում եմ, եթե չեմ սխալվում մի քանի անգամ ասել, երբ որ ինքը դեռ կալանավայրում էր։ Փնտրեք առիթ, հիմա էլ իր խոսքի վրա կարծես թե դատարան արգելք չի դրել, չէ՞։ Կարող է։ Բայց ինքը արհեստական բանականությամբ է հանդես գալիս։ Ես մի առիթով ասել էի, երբ որ կալանավայրում էր, միջնորդեք, խնդրեք ազգային անվտանգության ծառայության տնօրենին, թող թույլ տա ձեզ մուտք գործելու Սամվել Կարապետյանի մոտ եւ ազատ անկաշկանդ զրուցելու, հարցազրույցի ֆորմատով հարցազրույց վերցնելու։
Ինչի՞ չարեցիք։ Ես վստահ եմ, որ լրագրողների մի շրջանակ ցանկություն հայտնած կլինի եւ կարծում եմ ազգային անվտանգության ծառայության տնօրենն էլ դեմ եղած չի լինի։ Առնվազն։ Ինչ չի կատարվում դա, ինչի չենք տեսնում դա։ Սամվել Կարապետյանը ինչի մի օր բոլոր լրատվամիջոցներին քոչարյանական, սերժական, չգիտեմ, դաշնակների, քաղաքացիական պայմանագրի, բոլորին թող հավաքի մի հատ հարցազրույց տրա։ Այդ մարդը 30 վայրկյան մոնտաժված բանա ունեցե, ռոլիկա ունեցե, վիդեո հոլովակա ունեցե, որի արդյունքում միջև հիմա քրեական գործի տակ է։ Այդ դուք վստահ եք, որ Սամվել Կարապետյանը, կամ որ ասում են Սամվել Կարապետյանը քաղաքական, քանի քաղաքական միտք արտահայտ է Սամվել Կարապետյանը անձամբ ինքը, քանի քաղաքական միտք արտահայտ։ Նարեկ Կարապետյանը իր եգյանն է։ Այն մի կողմ։ Սամվել Կարապետյանը, որ ուզում է դառնա վարչապետ։ Հիմա արդեն Նարեկ Կարապետյանը։ Իրանց ձևով։ Բա ինչի չեն բանանում։ Մի հատ խոսում ես հանրության հետ լրատվամիջոցների միջոցով կամ առանձին լավ լրատվամիջոցների հետ չեն ուզում շփվեն, թող Facebook-ում, Instagram-ում, TikTok-ում, որտեղ կուզեն, ուղիղ եթերը դնեն իրենց առաջ ու սկսեն շատ չեմ ասում 5 րոպե խոսել, հա։ Վարժ, չկարդալ, խոսել, միտք արտահայտել։ Հայերենով ամենակարևորը, որովհետև մեր պետական լեզուն էլ հայերենն է, չէ՞, մարդը կարծես թե մի օր այդպիսի միտք էր արտահայտել, որ պետական լեզուն, եթե որոշվի, կարելի է փոխել եւ այլն եւ այլն։ Պիտի ավելանա, պիտի լինի ռուսերենը։ Այստեղ պետքա, եթե քաղաքականությամբ զբաղվում ես, դու պարտավոր ես հայերենով զբաղվել։ Եվ պետական ապարատն էլ աշխատում է հայերեն լեզվով, մեր պետական լեզուն հայերենն է։ Հայերենով ինքը կարող է միտք արտահայտել 5 րոպե։ Կարծում եմ այդտեղ չգիտեմ, բժշկության մեջ կա այդպիսի տերմին, թե չկա, ու գուցե լեզվի մինինգից ստանա, կամ լեզվի ինսուլտ, այդպիսի բան էլ կարա լինի, էլի, թող խոսի, ով է իրեն խանգարում, նորմալ է, մեր ժողովուրդը շատ լավ հասկանում է ինչ է իր շուրջ տեղի ունենում, մեր ժողովուրդը թույլ չի տա ձեռքբերումները ոմանց սեփականաշնորհել եւ իրենցը դարձնել, եւ վերջնարդյունքում եթե մեր շրջանակին չհաջողվի այլընտրանքային որևէ բևեռ ձևավորել եւ ներկայանալ հանրությանը, որպեսզի վստահության քվե ստանա, եթե դա չստացվի, վերջնարդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնալու է եւ ընտրելու է քաղաքացիական պայմանագրին։ Ուզեք, չուզեք, հելնեք վերև, ինչպես ասում է վարչապետը, իջնեք ներքև, սա իրականությունն է, որովհետեւ բերել է խաղաղություն, կնքել է համաձայնագրեր, պաշտպանական ոլորտը դիվերսիֆիկացրել է, սրանք ձեռքբերումներն են, որ ես ասում եմ։ Կարող եմ թվարկել բացթողումները, Հայաստանի Հանրապետությունում դեռ Քոչարյանին ինստիտուտ համարողներ կան, Քոչարյանն էլ իրան այդ ինստիտուտի վոժդ քաղաքականության մեջ փորձում է լավը զգալ, Սերժ Սարգսյանն է շարունակում ազատության մեջ մնալ, արդարություն ու արդարադատություն, որպես այդպեսին գլոբալ առումով չի հաստատվել, սա բացթողումների շարքին է պատկանում։ Ձեռքբերումներ միանշանակ կան եւ դա պետք է ասել, պետք է քաջալերել, պետք է ծափահարել, պետք է ողջունել ու ասել շարժվեք առաջ, պարոնայք իշխանություններ։ Պարոն Մկրտչյան, հասկանալով ժամանակի սղությունը, կուզենամ վերջին հարցով անպայման անդրադառնանք նաև թրիփին, ճանապարհների ապաշրջափակմանը, գիտեք, վարչապետը վերջերս իր ճեպազրույցի ժամանակ նաև խոսում էր նրա մասին, թե Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարումը որոշակի խնդիրներ են հարուցում, հատկապես այն երկրների հետ, որոնք ուզում են համագործակցել, սակայն այստեղ վստահության պակաս կա, որովհետև երկաթուղին կառավարվում է Ռուսաստանի կողմից, որքան էլ որ պատկանում է Հայաստանին, բայց այնուամենայնիվ կառավարումը Ռուսաստանին է պատկանում։ Ընդհանուր նախ հասկանանք 2008 թվականին, երբ երկաթուղին 30 տարով հանձնվում էր Ռուսաստանի կոնցեսիոն կառավարմանը, կային նման հեռանկարային պատկերացումներ, որ օրինակ 2025 թվականին Հայաստանը եւ Միացյալ Նահանգները միասին կարող են կյանքի կոչել թրիփ, թե առհասարակ նման պատկերացումներ էլ չկար, որ դուք լուրջ մտածում եք, որ երկաթուղու գծերը գողցած, պարսիկների վրա վաճառած բաշի բոզուկները այդքան խորը աշխարհայացք ունեին եւ պատկերացնում էին, որ կարող է մի օր այդ երկաթուղին մեզ պետք կա։ Մենք խոսում ենք մի ժամանակաշրջան 2008 թվական հեռավոր։ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան տանդեմը, երբ որ իշխանություն էին իրար պասերով փոխանցում, մարդկանց դիակների վրա քայլելով։ Այդ ժամանակ, այդ նույն ժամանակահատվածում, դրանից առաջ իրենց կառավարման ընթացքում այդ երկաթուղին բռնաբարվել է, բառի բուն իմաստով։
Հարավկովկասյան երկաթուղիներն էլ Հայաստանի Հանրապետության ներսում սարսափելի աստիճանների հասնող չարաշահումներով է զբաղված եղել։ Այդ մարդիկ առհասարակ իրենց համար եղել է վերևն աստված ներքևը Վլադիմիր Պուտին, վերևն աստված ներքևն իրենց աթոռ Պուտինի կողմից տրամադրված։ Այդ սկզբունքով են առաջնորդվել եւ ժամանակավոր է եղել իրանց ամեն ինչը։ Իհարկե չեն մտածել եւ այս համատեքստում ես կարծում եմ եւ շատ շնորհակալ եմ հարցի համար, կարծում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետը պետքա դադարի խնդրել Ռուսաստանի Դաշնությանը երկաթգծի կառավարման հարցերի շուրջ, ինչու, որովհետեւ Հարավկովկասյան երկաթուղիները ունի Հայաստանի Հանրապետության առաջ պայմանագրային պարտավորվածություններ ստանձնած, որը խախտել է, մի քանի միլիոն դոլարի ներդրում պետք է արվեր, երկաթգծերը պետք է բարեկարգվեին, որը չի արվել։ Եվ այս համատեքստում կարծում եմ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացման օրինակով Հարավկովկասյան երկաթուղիներին դուրս վռնդեն Հայաստանի Հանրապետության տարածքից։ Հարավկովկասյան երկաթուղիները ի հավելում պետք է ասեմ, նաև սնանկացման տակ կանգնած կազմակերպությունը, ով արդեն անցել է իր ձեռքի տակ եղած անշարժ գույքերի վաճառքին, որպեսզի իր պարտքերը փակի։ Հիմա թրիփի մեջ Ռուսաստանի Դաշնությունը իր շահը կարող է գտնել։ Այս ճանապարհով կարա մի բան տանի, բերի, եթե միջազգային սանկցիոն ապրանքներ չեն եւ միջազգային սանկցիաներ չկան։ Թող գա գտնի իրան այստեղ թրիփում այնքանով, իր շահը գտնի այնքանով, որքանով կարող է գտնել ինքը Ռուսաստանի Դաշնությունը։ Մեր դարդուձավ ցավը չի կտրվել մտածելու Ռուսաստանի շահի մասին, Իրանի շահի մասին։ Տվյալ դեպքում Հարավկովկասյան երկաթուղիներին պետք է շատ կարճ ժամանակահատված տրվի կառավարումը հանձնելու այլ ուժի, այլ կենտրոնի, որովհետև իրականում վարչապետը փորձում է մի փոքր ավելի մեղ, մի փոքր ավելի զուսպ, բայց անհամատեղելի է։ Այդ նույնն է, որ օրինակ Նարեկ Կարապետյանն ասում է թրիփի մեջ կներգրավենք Չինաստան։ Լրիվ նույնն է։ Այդ նույնն է, որ Թևանյան Անդրանիկը ասում է թրիփի մեջ կներգրավենք Ռուսաստանի Դաշնությանը։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը նույնական է Թևանյան Անդրանիկի կամ չգիտեմ Կարապետյան Նարեկի հետ կամ նրանց գաղափարներն ու պատկերացումները նույնական են։ Ոչ, Հարավկովկասյան երկաթուղիները պետք է հեռանան։ Զվարթնոց օդանավակայանից, ինչպես ասել ենք, շնորհակալություն ճանապարհել ենք տուն, այնպես էլ Հարավկովկասյան երկաթուղիներին, եթե շնորհակալությունով բրծնեն, դա դեռ պետք է ռուսները մեզ մի լավ մատաղ անեն առնվազն, որովհետև կրկնում եմ պայմանագրային պարտավորվածությունների չկատարման մասին է խոսքը ու դեռ պարզ պետք է լինի Հարավկովկասյան երկաթուղիներն է Հայաստանի Հանրապետությանը պարտք, թե Հայաստանի Հանրապետությունը Հարավկովկասյան երկաթուղիներին։ Շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս քաղաքագետ Հարություն Մկրտչյանն էր, կհանդիպենք։